Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին։ Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացնելով պաշտպանության նախարարը շեշտեց, ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ըստ նախարարի, ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակվող աշխատանքների շնորհիվ։ Շարունակումներ կային, որ այս անում ենք, որովհետև նախընտրական բանկա չէ։ Սա անում ենք, որովհետև կառավարության ծրագրում բանակի հետ կապված կար նպատակներ եւ այսօր է այդ հնարավորությունը ընձեռվել եւ այսօր պետք է անենք։ Նախարարը նաև պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին։ Երբ որ մարդը սկսում է արդեն նաև որոշակի սառը դատողությամբ դիտարկել, արդեն սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը կամ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգության կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն ունենալու։ Քաղաքացիներ, ովքեր նախկինում զինված ուժերում ժամկետային ծառայությունից հետո հիմա ապրում են իրենց քաղաքացիական կյանքով, իրենց համար գրավիչ է զինվորական ծառայությունը, ինչը շատ ուրախալի փաստ է։ 6 ամիս շուտ այդ երիտասարդը ամուսնանալու է, 6 ամիս շուտ երեխա է ունենալու, 6 ամիս ավել ուսում է ստանալու, 6 ամիս շուտ հարկ է վճարելու։ Զինված ուժերի թվակազմում էլ ինչ ազդեցություն կունենա այս նախագիծը, Պապիկյանը նաև այս հարցին պատասխանեց։ Ունենք թեր համալրվածություն մարտական հերթապահությունում եւ ուզում եմ հասկանամ այդ հարցում ինչ տեղաշարժ ենք ունենալու։ Կարևոր է, որպեսզի զինված ուժերի հիմնական հատվածը ոչ թե զբաղվի մարտական հերթապահությամբ, որքան վատ հնչի, երբեմն պահակությամբ, այլ զբաղվի մարտական պատրաստությամբ եւ բարձրացնի իր կարողությունները։ 44-օրյա պատերազմի ընթացքում խնդիրներից մեկը պահեստազորի ոչ պատշաճ հավաքվելու կամ հավաքվելու պարագայում էլ ոչ մարտունակ լինելն էր, ասաց նախարարը։ Ամբողջ աշխարհում պատերազմի դեպքում հիմնական հենարանը ժամկետային զինծառայողը չէ, այլ պահեստազորը։ Խնդիր ենք դրել տարիների ընթացքում հնարավորինս արագ մեր ողջ պահեստազորը անցկացնել կարճ պատրաստության խողովակով եւ միևնույն ժամանակ տարածքային պաշտպանության զորքերի շրջանակներում նրանց համար հստակ դարձնել իրենց պոտենցիալ խնդիրը, ծառայության ուղղությունները։ 2026-ին նախատեսվում է, որ 20,000 պահեստազորային պետք է ներգրավի վարժական հավաքներում, իսկ ինչու ծառայության ժամկետի կրճատման այս նախագիծը չի տարածվում ծառայության մեջ եղած անձանց նկատմամբ։ Կարծում եմ, այստեղ որևէ անարդար բան չկա, մենք խոսում ենք հունվարի 1-ից ընդունվող օրենքի մասին, որը կտարածվի այդ օրից հետո ծառայության անցնողներին ու սա համարել հարց, որը պիտի դարձնենք հանրային մեծ քննարկման ու բոլորին զորացնենք, մենք չենք կարող ամբողջ բանակը զորացրել։ Պետք է մեր հասարակությունը գիտակցի, որ զորակոչված եւ ծառայության մեջ է, ինքը չի կարող օգտվել, որտեղ դա անվտանգային խնդիր է։ Անդրադարձ եղավ նաև սահմանին կանգնած զինվորի աշխատավարձին։ Չի կարող սահմանին կանգնած զինվորը պայմանագրային զինծառայողը ավելի ցածր աշխատավարձ ստանալ, քան պարեկը Երևանի օրինակ կենտրոնում կանգնած։ Բազայինը եթե փոխվի, ամբողջ համակարգինը պետք է փոխվի ու դա հսկայական աշխատանք է։ Կառավարությունը նաև դա է պլանավորում, իհարկե դա մյուս կառավարության խնդիրը կլինի ու մեծապես ամեն ինչ կորոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի ընտրություններին։ Սուրեն Պապիկյանը կարևորեց օրենքի այս նախագիծը եւս մեկ քայլ է ուղղված պրոֆեսիոնալ բանակ ունենալուն։ Հաջորդիվ հանձնաժողովը քննարկեց նաև ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում, ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախատեսվում է ԱԱԾ-ի մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ ու ունակություններ պահանջվող պաշտոններում ծառայություն ընդունվելու հնարավորություն տալ 30-ից բարձր տարիքի անձանց։ Կպարզեցվի սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու ընթացակարգը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաև օտարերկրացիների մասին օրենքում փոփոխությունների նախագծին, որի հիմնական նպատակը օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման վարչարարության ամբողջական թվայնացումն է։ Մերի Խաչատրյան, լուրեր։